Այս խոսքս ես հղում եմ հայաստանյաց առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին։ Հարգելիներ, մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք 1700-ամյա ազգային եկեղեցու հետ։ Եթե մենք տեսնում ենք ոչ պատշաճ վարք ներկայիս քաղաքական իշխանությունների կողմից, այն հանգամանքում, որ համաժողովրդական աջակցություն չունի ամենայն հայոց կաթողիկոսը, եւ սա օբյեկտիվորեն է այդպես, որտեղ ամենայն հայոց կաթողիկոսի անցած ուղին եւ վարքը չի տրամադրել հայ ժողովրդին, որ նրանք ընկալեն նրան իբրև հոգևոր առաջնորդ, ապա եկեղեցին պետք է կամք դրսևորի ներսում փոփոխությունների գնալու։ Մենք կարող ենք դա ակնկալել բարձրաստիճան եկեղեցականներից, որ կանխակալ կերպով կասեցնենք եկեղեցու փշրումը, որն անխուսափելի է քաղաքական իշխանությունների մղած հակաեկեղեցական գործընթացներից, ինչքան էլ ուզում են ասեն, որ իրենք եկեղեցու դեմ չեն անում, կոնկրետ հոգևորականների դեմ է գործողություններ արվում, միևնույն է համակարգին է հարվածը հասցվելու։